Հոնկոնգի Թայպո վարչական շրջանում գտնվող Van Phuc Court բնակելի համալիրում բռնկված հրդեհի կադրերը համացանցում տարածվում են մեծ արագությամբ և հրատապ գլխագրի տակ են միջազգային զանգվածային լրատվամիջոցների եթերներում: Կրակի ճիրաններում է հայտնվել 7 շենքից բաղկացած համալիր՝ 1900 բնակարանով ու 4000 բնակչով: Ըստ բնակիչներից մեկի, թաղամասում հիմնականում տարեցներ են բնակվել: 900-ից ավելի մարդ տեղափոխվել է ապաստարան: Կան անհետ կորածներ: Ըստ տարբեր թվերի՝ 300 մարդ, իսկ զոհերի թիվը գերազանցում է 5 տասնյակը: Հրդեհաշիջման մեծածավալ աշխատանքներով հանդերձ, շենքերը դեռ ծխում են: Ինչից է բռնկվել հրդեհը, անհայտ է, կա միայն ենթադրություն: Ըստ ոստիկանության, շենքերի արտաքին հատվածը պատված է եղել պաշտպանական ցանցով, որը պլաստիկ նյութից է եղել և շինաշխատանքների ժամանակ հրդեհ է բռնկվել ու արագ տարածվել հենց ցանցերի պատճառով: Ոստիկանությունը ձերբակալել է 3 կասկածյալի, այդ թվում վերանորոգման համար պատասխանատու շինարարական ընկերության 2 ղեկավարների, ինչպես նաև խորհրդատու ինժեների: Մեղադրանքը՝ սպանություն: Հասմիկ Մարտիրոսյան, Ռադիոլուր: